Ինձ նվիրել է իմ ընկերուհի Շուշանը, սկսել այն չի, բայց պետք է պատմեմ իմ ընկերներից, որտեղ եմ, ում հետ եմ հանդիպել, ովքեր են ինձունը, դա լրագրողի կողմից Ողջույն սիրելիներս, հետաքրքիր կերպար է, չէ՞։ Սա աղի լապտեր է, ինձ նվիրել է իմ ընկերուհի Շուշանը, իսկ հիմա գտնվում եմ հիվանդանոցում, ձայնս էլ տեսքս էլ այն չի, բայց պետք է պատմեմ իմ ընկերներին գլխիս եկածը, և ցույց կտամ ձեզ, որտեղ եմ, ում հետ եմ հանդիպել, ովքեր են ինձ օգնել, կարծում եմ, որ լավագույն շնորհակալությունը դա լրագրողի կողմից կլինի ներկայացնել այն բժիշկներին, այն քույրերին, որոնք քո կյանքը փրկում են։ Գնացինք։ Սա էլ իմ ապարտամենտները կառավարական։ Պրիվետ աղջիկներին։ Հիմա սիստեման հանել են արդեն, վաղն է մեկ էլ ստանալը։ Այն աչի կոմի վրա էլ վերտալոտներն են թռնում։ Միատ նկարեմ մի մոմենտ։ Բերեն, փաստորեն։ Այստեղից օրինակ մայրամուտը շատ գեղեցիկ է երեկոյան, նկարներ կդնեմ, կտեսնեք ինչքան գեղեցիկ է, արագածն է այս կողմը, այստեղը դել չի երևում հիմա ամպիկներ են։ Եվ այսպես սկսենք լապտերից Շուշանի։ Շուշանը ասում է, որ այս լապտերը Հիմալայան աղից իոնիզացնում է օդը և ալերգիկների համար լավ է, քանի որ իմ մոտ կվինկեի այտուցր և ալերգիայի հետևանք, նա
այս նվերը բերեց։ Սա իմ սենյակն է։ Այլ մահճակալը։ Եկեք ցույց տամ նաև սան հանգույցը։ Շատ մաքուր, կոկիկ։ Տեղ։ Հասնենք առաջին։ Գնանք միջանցքով, տեսնենք ուշքույրը կթույլ տա մեզ նկարել թե չէ։ Հիմա անջատել հարկանցքը։ Գնանք Արփինեին գտնենք այսօրվա իմ քույրին։ Իդեպ 28-ն է, մայիսի եւ տոն է։ Աշխատանքային չի, գուցե դրա համար մի փոքր հանգիստ է։ Արփինեն գնաց հիվանդների մոտ։ Մի հատ ճնշումից չչափենք, տեսնենք ոնց է։ Բոլորը համաճկոտ են, ամուսնացած չէ Արփինեն, ըհը, խոնար հարսիկ կլինի։ Արփինե ինչ անես։ Չեք պատկերացնում Արփինեն մեր Գրիգորյան 10 րոպե մեկ գալիս է, նման քույր չկա։ Իսկ քանի տարի է բուժքույր եք աշխատում։ 2 տարի, հենց ավարտել եք աշխատում եք։ Այդ տարի։ Մի ճնշում ենք չափում։ 100-ը 60-ի վրա էր։ Այդքան կյանքում չէր եղել։ Բայց կարա դեղերից լինի։ Մսուս մնանք։ Հիմա 130-80-ը, բայց որ քայլել եք դրանից Հա։ մի քիչ հանգստացեք։ 5-10 րոպե նստեք հանգիստ։ Պատանվում է, էլի։ Չէ, բոլոր աստիճաններով եք բարձրացել։ Չէ, վերելակով։ Աստիճաններով չեմ կարող բարձրանալ։ Քայլելուց հետ կարա բարձրացվի։ Համար մի 5-10 րոպե որ հանգիստ նստեք, նորից կչափեք։ Հիմա ուր եք գնում։ Դանից չփախնեք։ Կարելի է գանք, բայց դեմք չնկարենք։ Ոտքեր։ Չէ։ Էթիկայից դուրս է, չէ։ Վերելակ կանչեցինք։ Հիմա սպասենք։ Տակից նկարենք, տակից։ Տեսնես ես կլորը ինչի համար է։ Ազդանշանը հիվանդն է կանչում։ Մի րոպե դուք։ Իմ հերթը չի։ Չէ, կերեսա եկալել եմ, ներեր արել եմ, նոտրիս։ Վերելակա վարուհու հետ ենք հիմա, ձեր անունը ինչպես է։ Ռայա, վաղուց եք աշխատում, Ռայա ջան։ Հաճելի է ձեզ աշխատանքը։ Առողջություն բոլորին։ Ռայա, չէ։ Ռայա ջան, քանի հոգի է վերելակը տանում։ 5 անձից ավել չի կարելի։ Հա, իսկ վաղուց եք աշխատում։ 85 թվականից։ 85 թվականից։ Վաստակավոր աշխատող եք դուք։ Ձեզ պետքա գնահատել ուրեմն։ Լավ, շատ շնորհակալություն ձեր ժպիտի համար, բոլորին ժպտացեք եւ առողջություն, ստեսություն։ Ահա, իջանք առաջի հարկ, գնանք փնտրենք Յուլիային։ Գլուխս մի քիչ պտտվում է, ջանսուրմոսել իջել է, երևի դրանից։ Սա առաջի հարկն է Երևանի հիվանդանոցի, ես այստեղ հայտնվեցի, այսպես այստեղ հարցնենք Յուլիան ուրա։ Юля, можно? Здравствуйте. Здравствуйте.
Как вы? Можно с вами поговорить? Я у Куштяна спросила и хочу про вас маленький фильмец сейчас прям сделать. О, нет, ты же не надо. Пошли туда, можно? Я могу позвонить, попросить опять. Нет, серьезно, не надо. Ну как вы сюда пришли, как очутились? Случайно, по знакомству. Ну давайте пару слов. Не-не-не. Как с подружкой. Я серьезно. Благодарности ему хочу, что у него такие работники. Серьезно, стесняюсь я. Ну ладно, не буду снимать лицо со стороны. Стесняешься, что фотографичок. У меня сейчас камера включена. Не надо. Я тебя очень прошу. Я не направила. Давайте буду рассказывать на армянском. Սիրելի ընկերներ, երբ որ ես ռեանիմացիա եկա, տեսա Յուլիային մի ուրիշ ձևի վերաբերմունք, ոնց որ հարազատի։ Правильно говорю։ Բացի այն, որ հոգատարությունը ուղղակի Յուլիայի պատմությունն էր շատ հետաքրքիր Պսկովից 15 տարի առաջ, չէ, եկել է։ Հիմա ամաչու ուզում նկարահանվի, բայց այդ մարդկային հումանիզմի, այդ ժպիտը, այդ ամեն ինչը ուղղակի գերում է, որ դու հայտնվում ես անծանոթ տեղ։ У этого. А вы знали Хайхет, Харснансен Юсисица? Смотрели этот фильм, Юль? Нет? Невеста с севера. А, смотрела, но давным-давно. Ничего не похоже? Такого не было? Чейнекела танцузелю? А как работа? Нравится или тяжело? Нравится. Нравится-то нравится, но мне кажется, все-таки немножко тяжеловато. Тяжело, но знаете, как надо с людьми подход. Любой человек, как говорится, имеет свой подход. Мы тоже все люди. Да. Так вот. Юля, а сколько курсов вы кончали? Юля, насыц вор бժշկական սովորելա։ Медицинская училась 2 года, третий не доучилась. Երրորդ տարին училище, да, было? Медицинская училась. В Пскове? Да. А, абсос. А нет варианта тут еще? Здесь надо отучиться? хорошо знать армянский язык. А я могу помочь. А я не знаю. А что? Не, честно, я телефон оставлю. Если захотите, как раз вот в Эребуни же колледж есть. Знаю, там. Ну вот можно устроить. Артур Максимович, եկեք Юлիային դասավորենք թոքիրական ավարտի։ Спасибо тебе большое. Нет, не хотите? Точно? Нет. Ну Уже не ладно. тот возраст, уже выросли. Ну с хоть этого. вместе можно так? Один момент. Сфотографировать. Да. Давайте, давай. выключу и сфоткаю. Stay tuned. Merci. Ահա։ Տեսնում եք մարդկանց ժպիտը ինչ է անում։ Գնացինք, փորձեցինք Յուլիայի հետ խոսենք, Յուլիան ամաչեց, ասաց ինչքան մաքուր է, այս ապշում եմ, ինչքան լավ են անում։ Ես վերադարձա իմ սենյակ, հիվանդասենյակ, Հարփինեին այն սեղմում եմ կորճակը գալիս է։ Հիմա գիտեք ինչ էի ուզում ձեզ հետ կիսվել, որ ճիշտ է ամաչեցին նկարելու, բայց ես իրավունք չունեմ էթիկայից դուրս այս չեմ ընդունում, երբ որ մանավանդ հիվանդանոցում նկարում ես ու չես հարցնում։ Համել ծիտիկների ձայները կլսենք։ Հրաշք։ Այստեղ առավոտները վազում են կամ էլ հեծանիվ են քշում։ Էրեբունի թաղամասի բնակիչները ինչ եմ շատ գոհ Յուլիայից հատկապես եւ Արփինեից, մյուսներից, բոլորից, որովհետեւ կոնկրետ Արփինեն, չէ, 10 րոպեն 1, 15 րոպեն 1 գալիս է, շատ ուշադիր հարցնում է, ինչ եղավ, ոնց եղավ։ Այ ուրիշ հիվանդանոց ինչու չգնացի, մանավանդ որ հանրապետականի անունը լսեցի։ Այդ պայմանները չեք պատկերացնում, գնում ես իրանց ընդունարանի բաժին, վրեդ հալ չկա, մեռնում ես արդեն։ Իրանք սկզբից փողի, վճարի, եսիմ ինչի մասին են մտածում, ներվայնացնում, նյարդայնացնում են, ուշացնում են, միջև եսիմ ուր հելնես։ Վերելակին էլ չես ասում վերելակի լիֆտյորի մասին, որ կարող է մտնես փող ուզենես անեն։ Այս մի քանի տարվա մեջ կոնկրետ Էրեբունիում շատ մեծ փոփոխություններ ա կատարվել։ Ես ինքս էլ շրջեցի, տեսա, որ շատ հարկեր վերանորոգված են, բարեկարգված են։
ինքը շատ մեծ հիվանդանոց է, դժվար է նման մեծ հիվանդանոցը, սա կորպուսներից մենակ մեկն է, նայեք, հսկայական, ու քանի հատ են այս ձևի, չեմ հաշվել, բայց դե ահագին մեծ հիվանդանոց է, բազմապրոֆիլային, հղիությունից, չգիտեմ, վիրահատությունների տարբեր բաժանմունքներ, վիրաբուժական, սրտաբանական եւ այլն, այսինքն տարբեր հիվանդություններ են ու բարդ այստեղ անում եւ կա ռեանիմացիայի վերակենդանացման լավագույն բաժանմունքը, բայց ամենակարևորը մարդկային վերաբերմունքն է, իհարկե նաև կուզենամ իմ բժշկուհու մասին ասել, Քրիստինա Ռաֆայելովնայի մասին, որ հենց որ եկել էի, չէի կարողանում խոսալ, գուցե մտածում էին ինսուլտ է, ես իմ ինչա չգիտեմ, այս մարդը իր տնից եկավ, թեպետ աշխատանքային օր չէր եւ հարկ Աստծո այդ Վինկեի այտուցներ, չգիտեմ ինչ դեղերով եւ այլնով հետ եկա, հիմա մնում է այս հայմորյան խորոչն է մի քիչ լավանա, չգիտեմ որտեղից ինչեց կպավ, դե մարդ չի կարա իմանա, թե որտեղից ինչ կարա ունենա, ինչ հիվանդություն կարա լինի։ Ես անդադ առողջապահության ոլորտը, երբ որ լուսաբանում եմ, միշտ մտածում եմ, որ երբ որ մարդը անկախ իր կարողություններից գրպանի չափից աշխատանք ունի, թե չունի, որ հիվանդացավ հանկարծ դա պետպատվերով չլինի, ինչա լինելու այդ մարդու հալը։ Դրա համար նոր նախարարին էլ քանի անգամ խնդրել եմ, ասել եմ, որ պետքա ոլորտը այնպես դասավորվի, որ գոնե ունենա մարդ ապահովագրություն։ Ապահովագրության տարբեր ձևեր կան, դրանցից մեկը նաև պետական ապահովագրությունն է, թե դու չունես այդ հնարավորությունները, պետությունը ամբողջովին պետք է ապահովի այդ մարդու առողջությունը, եթե մարդը առողջ չի, նրա քաղաքացին, պետության քաղաքացին ի վիճակի չի աշխատի, նա ինչ պետք ունի, պետության օգուտ չի տալի, չէ, դրա համար պետության համար պետք են առողջ քաղաքացիներ, իսկ առողջ քաղաքացիների համար պետությունը ի վերջո պետք է նաև վճարի։ Ես գտնում եմ Հայաստանի դեպքում այդպես է, որովհետև մենք այն սոցիալական պայմանները չունենք, որ ամեն մեկը գումար ունենա, կարողանա ինքնուրույն ապահովագրվել, որովհետև գործատուն եթե չի ապահովագրում, ուրեմն դու անհատական ամիսը չգիտեմ ասում են 5-6 հազար է, բայց իրականում 25 հազար է, եթե դու անհատապես ես ապահովագրվում, իսկ կներեք ամիսը դու 20-25 հազար չես կարողանում, իսկապես հազիվ օրա հացի փող ես վաստակում, մի խոսքով առայժմ այսօրվա համար այսքանը, դեռ 3 օր էլ ասացին պետքա պրոցեդուրաներ ընդունեմ, գուցե էլի նկարեմ, հիմա ստեսություն, բաժանորդագրվեք իմ ալիքին եւ հետաքրքիր նաև առօրյա կյանքից կենցաղայինը, որը բոլորին է հետաքրքրում, բոլորին դուրնել հիվանդությունը գալիս է, բացարձակապես առողջ մարդիկ չեն լինում, եթե լինում են, ես մի ուրիշ ձևի այլ կերպի ուրախանում եմ եւ բոլորին առողջություն եմ մաղթում։ Այո, սիրելի ընկերներ, հիմա իմ բժշկուհին է եկել, որ փրկեց իմ կյանքը փաստացի, Քրիստինա Ռաֆայելովնա Ջամալյան, ալերգոլոգ։ Իմ մոտ ինչ էր բժշկուհի, ոնց եղավ տենց։ Նարինե ջան, պատկերացրեք ձեզ մոտ բավականին խիստ արտահայտված ալերգիայի տեսակետ, որը որ ընթանում էր կոկորդի սուր այտուցով, լեզվի եւ լեզվակի փափուկ քիմքի այտուցով, որը առաջացնում է կլման եւ շնչառական ակտի խիստ դժվարացում, բավականին խիստ ալերգիայի տեսակ է եւ փառք ասում ենք շուտ կողմնորոշվեցինք ճիշտ բուժումները կատարելով կարողացանք ձեզ այդ վիճակից հանել, սակայն կարող
եմ ասել, որ ձեր խնդիրը ավելի բարդացնում էր այն, որ դուք բացի այդ երևույթներից ունեիք նաև այլ խնդիրներ, այսինքն մենք ունեինք զարգացող թոքաբորբ եւ ունեինք գայմարիտ ֆրանտիտ։ Իսկ այդ դեպքերում հիմնական բուժումը լինում է հակաբակտերիալը, որը ինքը նույնպես կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա։ Ու պատկերացրեք, մենք արդեն կայացած ալերգիկ ռեակցիայի վրա կարողացանք համ շտկենք այդ երևույթները, համ այդ հակաալերգիկ բուժման ֆոնի վրա կատարել հակաբակտերիալ ձեզ անհրաժեշտ բուժում, որը որ համարում է մեր ձեռքբերումը եւ պարկասու ապակինված հիվանդի երջանիկ ժպիտը։ Այո, այդ պահին, որ ուռում է կոկորդը լեզուն, ինչ խորհուրդ կտաք, որ հիվանդները անեն։ Իհարկե մենք հիմա չեմ մտածում, որ կարիքը լինի, բայց մենք հանդիպելու ենք ձեզ հետ 7 օր հետո, որպեսզի տեսնեն վերջնական ձեր վիճակը եւ քանի որ դուք էլի եք նշում, որ ունեցել եք նմանատիպ երևույթներ, մենք պետք է ձեզ խորհուրդ տանք ունենալ ձեզ մոտ ֆլակոնով դեքսամետազոն։ Դա անհրաժեշտ է, իհարկե չարաշահումները ցանկալի չեն այդ դեպքում, բայց անհրաժեշտությունը կա, որ դուք ձեզ մոտ մշտապես ունենաք այդ ամպուլան եւ անհրաժեշտության դեպքում իհարկե կատարել միջմկանային ներարկում։ Բայց հեռախոսակապ ենք մենք պահպանելու ձեզ հետ եւ այնպես չէ որ դուք ինքներդ հենց զգացիք ինչ-որ մի խնդիր ինքնուրույն դա կատարեք։ Իհարկե կկապնվեք ինձ հետ հեռախոսով, ես կկողմնորոշվեմ եւ ձեզ ճիշտ խորհուրդը կտամ։ Ձեզ շնորհակալ եմ, որ շաբաթօրով առավոտ շուտ եկաք հասաք։ Խնդրեմ, սիրով Հաջողություն եմ մաղթում եւ ամենամեծ գրավականը ինձ թվում է յուրաքանչյուր բժշկի համար հիվանդի երջանիկ շնորհակալ ժպիտն է ապակինված։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ստեսություն։ Տես Մենք սրանով ավարտում ենք, չէ՞ Անահիտ ջան։ Այո։ Շնորհակալ եմ բոլոր ձեր հանձնակազմից։ Տեսնում եք ինչ գեղեցկուհի բուժքույրեր ունենք։ Հիմա վերջ դուրս ենք գրվում արդեն։ Ուրա։ Հետո բուժումները արդեն կստանանք տանը շարունակությունը։ Ձեզի հեշտ հիվանդներ, կապրիզնի չլինեն։ Հաստատ, շնորհակալ եմ շատ։ Քուր ջան, պրիվետ, ես էլ քույրիկս ա։ Ուրախ ես, որ այսօր գնում ենք տուն։ Շատ երջանիկ եմ, շատ ուրախ եմ, շատ։ Դե լավ ա, սիրունես։ Կարորը առողջ, առող, գնաս տուն։ Էլ չիվանդանանք։ Չիվանդանաս, այո, երբեք ես դռները չգաս, մորանաս։ Գեղեցկուհիս։ Այո, Շնորհակալ եմ բոլոր ձեր հանձնակազմից։ Վերջ, տեսնում եք դուրս ենք հետո բուժումները արդեն կստանանք տանը շարունակ։ Ձեզի հեշտ հիվանդներ, կապրիզնի չլինեն։ Քուր ջան, պրիվետ, ես էլ քույրիկս ա։ Դե լավ ա, սիրունես։ Ուրախ ես, որ այսօր այո, գեղեցկուհի։ Ինչպես ա։ Ռայա, վաղուց եք աշխատում, Ռայա ջան։ Չէ, եկեք գնանք նորից գանք, որ համեզրուցենք։ Ես էլ եմ մեղավոր։ Ուղղակի ուզում եմ մարդկանց աշխատանքը գնահատակը, ոնց են իրենք վերևնակը տանում։ Ժպտացեք եւ առողջություն, ստեսություն։ Գիտե ինչ անում։ Գնացինք, փորձեցինք։